Բարի երեկո, եթերում օրակարգն է կենտրոնում և ես Շաքե Իսայանն եմ։ Այսօր օրակարգի տաղավարում իմ հյուրը Գագիկ Ծառուկյանն է։ Բարի երեկո, պարոն Ծառուկյան, շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Պարոն Ծառուկյան, շուտով կամփոփենք մայիս ամիսը, որը մշտապես մեզ համար հաղթանակների հոմանիշ ամիս է եղել։ Հիմա այլ ժամանակներ ենք ապրում ցավոք սրտի և թույլ տվեք ասել այս տարվա անգույն մայիսը մոտենում է ավարտին։ Կուզենայի առաջին հարցը ձեզ հղել, ինչ մտորումներ, ինչ զգացողություններ ունեք այս համատեքստում։ Ես ինքս ինչ չեմ կարող կեղծել, ասել, որ շատ բարձր տրամադրություն ունեմ, բայց այնպես չի, որ հանձնվել եմ անհույս անհեռանկար տրամադրության մեջ եմ։ Մեր երկրում մեծանում են երեխաներ, մեծանում են նոր սերունդ, մեր ազգին սազական չի, մեզ ամոթ է, որ մենք կարողանանք թույլ տալ մեր երեխաները, նոր սերունդը, մեր թորնիկները մեծանան պարտության, խեղճության մթնոլորտում, դա մեզ ամոթ է, որ մենք ամենամեծ պատմություն ունեցող, ամենամեծ հնարավորություն ունեցող երկրներից մեկն ենք, որ մենք պետք է կարողանանք հետևություն անել եւ այս խեղճացած վիճակից դուրս գանք։ Շատ ներողություն, պարոն Ծառուկյան, ձեզ ընդհատելու համար։ Ըստ ձեզ, այդ մայիսյան եռատոները վերարժևորելու, վերականգնելու գործընթացը որ օրվանից պետք է սկսենք։ Ուրեմն ասեմ, դա ես չթույլատրեցիր, ես ավարտեմ, Շագի ջան, ես ասում եմ ամենակարևորը, որ մենք պետք է հետևություն անենք, իրական կյանքում անհնարին ոչինչ չկա։ Ամեն ինչն էլ լուծելի է։ Հետևություն անելով, տեսնելով, որ մենք շատ արագ կարող ենք մեր աչքի առաջ ամեն ինչ փոխվի։ Իսկ հիմնական աշխատանքները մենք պետք է սկսենք մայիսի 1-ից, աշխատողի օրվանից, ցանկացած երկրում, երկիրը զարգանում է, շենանում է, աշխատող ուժի վրա, որ աշխատող մարդը աշխատում է իր երկրում, իր հայրենիքում, եւ նրանց միայն մի հարց է մտահոգում, որ նրանք կարողանան իրենց ընտանիքը պահեն բարեկեցիկ, աշխատեն, չարչարվեն, ստեղծեն ու ապահով լինի, որ նրանք կարողանան իրենց աշխատանքը գնահատվի, այդ ժամանակ ուրեմն ամեն ինչ տեղում է, եթե այդ տեսակ մարդկանց քանակը ավելանում է, ուրեմն ճիշտ ճանապարհի վրա ենք եւ հաղթանակի ճանապարհին ենք։ Կարևորը մարդը պետք է զգա, որ պաշտպանված է, գնահատված է եւ իր բարեխիղճ աշխատանքով ինքը կարողանում է իր ընտանիքը պահել, իր տունը պահել։ Սա հիմնական հիմքը հանդիսանում, որ կարողանանք ուշադրություն դարձնել, մարդիկ վստահ լինեն անվտանգության համար, տնտեսության համար, զարգացման համար ու գնահատվեն մարդիկ, աշխատող մարդիկ։ Եթե աշխատող մարդը գնահատվեց, ուրեմն լիարժեք ամեն ինչ լավ է լինելու։ Ամբողջ աշխարհում աշխատող մարդին են տեղ տալիս։ Աշխատող մարդն է կարող կառուցի, շենացնի, զարգացնի։ Սա վրա պետք է ուշադրություն դարձնենք, գնահատենք աշխատողին, հնարավորություն տանք եւ ամեն ինչ լավ կլի կզարգանա, կզորանա երկիրը։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Պարոն Ծառուկյան, հիմա եթե թույլ կտաք խոսենք մի թեմայի մասին, որի մասին ես ինքս էլ առաջին անգամ եմ եթերում խոսում, եւ որը չեմ չափազանցնի, եթե ասեմ, որ որոշ ժամանակ առաջ իսկապես փոթորկել էր մեր հասարակությանը, խոսքը հայ բլոգեր Բելա Բաբախանյանի մասին է, հայ կնոջ, ում իսկապես սպառնում էր, արտահանձնում Բաքու։ Գիտեմ, որ դուք էլ այդ մասին չեք խոսել եթերում, հիմա ուզում եմ հարցնել շատ պարզ ձևով, ինչպես ստացվեց, ինչպես հնարավոր եղավ բառից բուն իմաստով Բելայի փրկությունը։ Շագի ջան, ուրեմն քո հարցին պատասխանը, եթե մինչև այսօր բան չեմ ասել Փետրվար ամսից, անիմաստ է այդ հարցը դու ինձ տաս, որտեղ չեմ ասել, չեմ խոսել եւ չեմ ասելու, չեմ խոսելու։ Այդ տվյալ հարցերը սիրում են լռություն։ Ամենակարևորը եղել է խնդիրը կարգավորված է, հարցը փակված է, թե չկան տարբեր մարդիկ, տարբեր տեսակի հարցազրույցներ տեղին, անտեղին ասելով, բայց ես ոչ մի բառ չեմ ասել, դուք տեսել եք հարցազրույց ընդհանրապես չեմ տվել, այլ հիմնական եղել է հարց, եղել է խնդիր, լուծված է եւ հարցը փակ է։ Եվ այդ տիպի հարցերը միշտ լուծումները խնդրում են լռություն, այնպես որ իմացի, սա է հիմնական լուծումը։ Ինչքան լռես, այնքան ավելի հարցեր ավելի շատ կարգավորես, դա է հիմնական սկզբունքը այդ հարցը։ Մեր հաղորդման շրջանակներում ես միշտ շեշտադրել եմ այս օրերում անհատների դերի կարևորության մասին, հա, եւ թույլ տվեք ասել, որ հենց Բելայի դեպքը ըստիս դրա լավագույն եւ վառ օրինակն էր։ Հիմա ես կուզենայի ձեր տեսակետը իմանալ։ Արդյոք դուք եւս կիսում եք, որ այս օրերին աշխարհի տարբեր անկյուններում ազդեցիկ հայերը կարող են կարևոր գործ կատարել։ Աշխարհով մենք այնքան ազդեցիկ հայեր ունենք, որ ոչ մի ազգություն այդքան չունի։
Ես դա գլուխ գովալու համար չեմ ասում, այլ իրոք հայերը աշխարհում մեկ շատ ազդեցիկ հայեր կան, հնարավորություն ունեցող, երևացող, կապեր ունեցող մարդիկ, ովքեր կայացել են, իրենց դիրքը դրել են, իրենց ցանկացած որ երկրում իրենք ապրում են։ Ու միայն անհրաժեշտ է նրանք հայրենասեր մարդիկ են, մեծամասնությունը ճանաչում են, շփվում ենք, նրանք մեծ ուրախությամբ ցանկացած հարց կարգավորեն իրենց երկրի համար, իրենց պետության համար, իրենց ժողովրդի համար, նրանք կայացած մարդիկ են, ազդեցիկ մարդ են, մեծ հնարավորությունների տեր մարդիկ են, երիտասարդներ են, տարիքով կան, բոլորի հիմնական խնդիրը, որ մարդը կարողանա օգտակար լինի իր պետությանը, իր երկրին, իր ժողովրդին, իրենք հայ են։ Դրա համար պետք է աշխատեն, պետք է շփվեն, պետք է հրավիրեն, պետք է ներկայացնեն, տեղյակ պահեն, այս հարցը մենք ունենք, մեր երկիրը, մեր ժողովուրդը, ինչով կարող եք օգնել, ինչ պետք է անենք, եւ նրանք մեծ ցանկությամբ այդ հարցերը կարգավորեն, նրանք դրանով ապրում են, նրանք հայ են, նրանց արյան մեջ հայկական արյուն է հոսում, որ երկրի ժողովրդի համար կատարեն։ Հիմնական պետք է աշխատենք, պետք է հրավիրենք, պետք է տեղեկացնենք, նրանք էլ լիարժեք որ գնահատված լինեն, պայմաններ լինի, հնարավորություն անգ լիարժեք դա իրականացնեն։ Հիմնական խնդիրը աշխատելն է, ծանոթալն է, հրավիրելն է, տեղյակ պահելն է, հարցի քննարկումն է։ Իսկ դուք պատրաստ եք դիմել աշխարհով սփռված, հա, մեր հայրենակիցներին, ազդեցիկ հայերին, եթե անհրաժեշտությունը կա, կապ հաստատել, հանդիպել մեկ առ մեկ, հանուն մեր վաղվա պետության, հանուն մեր պետության շահի։ Շակե ջան, ես պատրաստ եմ, բացի ինձնից շատ մարդիկ կան, որ պատրաստ են, եթե մարդը լիարժեք համոզված են, որ դա իրականություն է, որ դրա անհրաժեշտությունը կա, ես կլնեմ, դու կլնես, մարդիկ լիարժեք իրենց դերակատարությունը, եթե իմանան տվյալ գործում, մեծ ցանկությամբ նրանք կմասնակցեն դրան։ Բոլորին ճանաչում եմ մեծամասնությունը, բայց անհրաժեշտության դեպքում ասում եմ ոչ թե միայն ես, այլ ցանկացած հայ, եթե դիմի, լիարժեք դա նպատակային լինի, դա անհրաժեշտ լինի երկրին, ժողովրդին, պետությանը, 100% նրանք պատրաստական են աջակցելու, օգնելու, իրենց ձեռագիրը թողելու պատմության մեջ անցնելու համար։ Անցնենք մի շատ զգայուն եւ նուրբ թեմայի, հա, խոսքը Բաքվում պահվող մեր գերիների հարցն է։ Պարզ է, որ որևէ արժանապատիվ հայի, պարոն Ծառուկյան, մեր օրերում այս հարցը հանգիստ չի տալիս։ Բայց ցավոք սրտի նաև հասարակության մեջ այսպիսի մտքեր են գեներացվում, որ իբրև թե հասարակության մի մասին չի հետաքրքրում մեր հայ գերիների ճակատագիրը, առհասարակ հասարակությունը անտարբեր է եւ այլն եւ այլն։ Ես որոշակի առումով տեղյակ եմ, ձեզ հետ առիթ ունեցել եմ նաև մասնավոր զրույցներում այս հարցի մասին խոսել, բայց իմ հարցադրումը առավելապես այսպիսինն է. ըստ ձեզ որն է ելքը ստեղծված իրավիճակի եւ ինչ կարող ենք անել, ոչ չենք անում կամ բավարար համառությամբ չենք անում։ Այդ հարցը մեր ազգի արժանապատվության հարցն է։ Ու քանի որ Բաքվի բերդերում կան գերիներ, հայ գերիներ, հայ ազգը չի կարող որ հանգիստ մնալ, հանգիստ քնել, հանգիստ ապրել։ Ես մեկ անգամ ասեմ, քո հարցին, որ դու ասում ես կան մարդիկ, որ հանգիստ են, ես մեկ անգամ ասեմ, տվյալ մարդիկ հայ չեն, բայց ինձ թվում է, որ այդպիսի մարդիկ չունենք մենք։ Միայն մարդիկ չգիտեն իրենց անելիքը, ինչ անեն, ինչով օգտակար լինեն։ Դա այդ գործում ինչ որ արվել է, ինչ որ արվում է, այդ տվյալ գործերը սիրում են լռություն, ոչ թե մեկնաբանություններ։ Եվ իրենց չվտանգելու համար եւ ամեն ինչ պետք է արվի, որ նրանք շուտ ազատվեն։ Սա է հիմնական հարցը, մնացածը ժամանակը ցույց կտա։ Այդուհանդերձ մեզ եւ մեր հեռուստադիտողների համար որոշ փակագծեր կբացեք այս հարցում։ Ես ասացի, տվյալ հարցերը լռություն են սիրում։ Երբ որ կլինի, կտեսնեն, այն ժամանակ իրենք կհամոզվեն։ Շատ լավ, բարի, թերևս հասկանալի է այս հարցում ձեր դիրքորոշումը, պարոն Ծառուկյան։ Այդ դեպքում թույլ տվեք անցնենք մի սոցիալական խնդրի, որը կապված է Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հետ, հա։ Խոսքը մասնավորապես վերաբերում է պարոն Ծառուկյան կառավարության կողմից հատկացվող 40,000 դրամին։ Աղմուկը բարձրացավ, մարդիկ սկսեցին պայքարել, հիմա ժամանակավոր դադար է, բայց միևնույնն է, խնդիրները շարունակում են մնալ։ Բայց պիտի կարծում եմ ինձ հետ համաձայնեք, որ այս գումարը շատ շատերի դեպքում իսկապես կենսական նշանակություն ունի։ Այդ դեպքում ինչպիսի հրատապ լուծումներ են անհրաժեշտ այս հարցում։
Ես խոսեմ շատ անկեղծ, պարզ, հասկանալի, ընկալելի, հարցադրում եմ ոչ թե 40,000-ի մասին է, մարդիկ իրենց տունը տեղը կորցրած, ապրուստը կորցրած, տարիներով տասնամյակներ աշխատելով, ստեղծելով, կառուցելով, նեղության մեջ ընկնելով, ափսոսալով, որ իրեն անկյուննա կառուցել, իր ընտանիքն ստեղծել, որ կարողանա բարեկեցիկ ապրի, վայելի իր ընտանիքով, իր թոռներով, իր բալիկներով, այսօր բոլորը կորցրած, դադարք առանց որից մի բանի եկել է այստեղ։ Հիմա այսօր տրամադրելով, ասենք թե 40,000 դրամ, դա տրամադրել է հիմնական իրենց համար վարձով տուն վերցնելն է։ Այսօր բոլորն էլ աշխատում են, իրենց օրվա հացը վաստակում են, բայց նրանք բնակարան այսօր թանկ են, նրանք չեն կարողանում։ Այսօր հիմնական խնդիրը, որ պետք է կազմակերպվի լուրջ ծրագիր, մեծ ծրագիր։ Պարզա մենք բոլորը պետք է չթողենք պետության վրա, պետք է մասնավորի մասնակցությունը, մեծ ծրագիր, խոշոր ծրագիր կացվի, եւ մասնավորի մասնակցությունը լինի, դրսի մեր հայրենակիցների մասնակցությունը լինի, որոշ գումարներ դրսից բերվի, որ այդ մարդկանց ովքեր որ քաղաքում են, քաղաքի մեծակարգում իրենց համար տները, ով ռայոններում է եղել, ասենք թե Արարատում, Մարմավիրում, Կոտայքում, Եղվարդում, Եղեգնաձորում իրենց անհատական տները կառուցեն, հաշվարկեն 15-20,000 բնակարան է պետք, ինչ արժի, ասենք թե ինչքան է լինելու ինքնարժեքով որ կարողանան կազմակերպել։ Եվ այդ բնակարանները արդեն այդ մարդկանց պետք է բաժանվի, մարդը որ իմանա այդ հասցե ես բնակարանը իրենն է։ Եվ այդ մարդը արդեն հանգիստ կարող է մնալ, լիարժեք աշխատել, հույս ունենալ, որ ինքը տանիք ունի, որ այդ ընտանիքում իր ընտանիքով կարող է ապրել։ Եվ այդ մարդիկ էլ պետք է մասնակցեն տվյալ շինարարությանը, ովքեր ի վիճակի է, ով կարողանում է եւ աշխատի եւ մասնակցի շինարարության համար։ Դա հիմնական ու այդ բնակարանը, որ ընդհանրապես պետք է չվաճառվի, դա իրենց համար Հայաստանում բնակարան է հատկացված, որ իրանք ապրեն։ Այդ դեպքում ասենք թե մարդիկ հանգիստ կլինեն։ Մենք մինչև չկարողանանք այդ խոշոր ծրագիր իրականացնել, ուզում ես 50 տարի դու 40,000-ները տուր, դա ոչ մի բան չի օգնելու, իրանց գոյատևելու համար է։ Սա բոլորն էլ պետք է գիտակցեն, հասկանան, պատկերացնեն։ Դե չէ 50 տարի էլ տաս մեկը մարդը անտուն է միայն գոյատևելու։ Մարդուն պետք է այդ բնակարանը տրվի, երբ որ բնակարանը տրվեց, դրանից հետո 40,000-ը թող չտան, բայց մինչև բնակարանը տրամադրել 40,000-ը անհրաժեշտ է։ Պարտադիր այդ մարդկանց գումարները պետք է տրամադրեն։ Շատ լավ, անցնենք մեծ հաղթանակի 80-ամյակին։ Դուք մայիսի 9-ին հրավիրված եք Մոսկվա, մասնակցել եք զորահանդեսին։ Պարոն Ծառուկյան, հարցս շատ պարզ է, բայց շատ ակտուալ, չեք վախենում, որ ձեզ կմեղադրեն ռուսամետության մեջ։ Հիմա կարծես թե դա շատ մոդայիկ է։ Չէ, բայց ինչից վախենանք, մենք ինչ ենք արել, որ վախենանք։ Եթե ասենք թե այսօր հայրենական մեծ պատերազմին մեր ծնողների պապերը մասնակցել են 600,000-ից 300,000-ը հետ չեն վերադարձել 300,000-ի մեջ եղել են եւ ադմիրալներ, մարշալներ, 100-ից ավել ունեցել ենք հերոսներ, 80 գեներալներ, որը հաղթել են, մասնակից ենք, մենք այդ հաղթանակին մասնակից ենք։ Հաղթանակը միշտ դա հպարտություն է, մեծություն է, պատմություն է, դա որ հպարտության պետք է ասենք, հպարտության պետք է հիշենք, ներկայացնենք մեր երիտասարդությանը, նրանք մեր հերոսներն են, մեր հպարտությունն են, որ մենք դա պետք է հիշենք ու տվյալ օրինակ ծառայի, ասենք թե մեր երիտասարդության համար։ Չի կարելի բաժանել ռուսամետ արվետամետ, դա հենց հանցագործություն է, մեծ հանցագործություն է։ Ինչքան հայ բնակում է Հայաստանում, այնքանից ավել բնակում է Ռուսաստանում, ավել բնակում է Ամերիկայում, Եվրոպայում։ Եվ մենք իրավունք չունենք մեր հայրենակիցներին բաժանելու մաս։ Մենք հայ ենք, ունենք մենք հայրենիք։ Միասնական մի բռունց կազմած, որ ցանկացած մարտավերին մենք միշտ հաղթող ենք դուրս գալու։ Մասնակցել եմ, եղել եմ Կարմիր հրապարակում, ցանկալի կլներ, որ մեր զորախումբը անցներ, մեր հայկական հայ զինվորները, մեր Արցախի զինվորները, ընտրած տղաներ, անցնելով, որ դա ցույց ենք տալու եւ իմ կողքի նստածները կտես եւ ամբողջ աշխարհը կտեսներ։ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները բարեկամական եղել են կան, պետք է մնան, դա անհրաժեշտություն է։ Այսօր մենք Ռուսաստանի հետ ոչ թե մեր հարաբերությունները պետք է փոխենք։ Բարձա մենք հարց ունենք Ռուսաստանի հետ, բայց Ռուսաստանն էլ մեր հետ հարց ունի։ Պետք է կլոր սեղանի շուրջ նստենք, վերականգնենք, կազմակերպենք, քննարկենք անվտանգության ապահովումը, տնտեսության զարգացումը, երկարաժամկետ, ավելի մեծ շուկաներ գրավենք։ Ոչ թե մարդիկ կան դատարկ խոսելով, ասում են Ռուսաստանի շուկաները փակենք, նորը կբացենք։ Ես ուզում եմ հարց տամ տվյալ մարդին իրական կյանքում, ինքը շուկա բացած կա։
ինքը գործան բացած կա 1000-ի աշխատող ունեցել է, որ կարող են այդ արտադրանքը արտադրել, արտահանել, վաճառեն ու այդ գումարներն էլ կարող ամսվերջին, որ այդ մարդկանց ռոճիկները տան, որ այդ մարդիկ կարողանան, ասենք, իրենց հոգսերը հոգալ։ Այսօր ինչ որ տասնամյակներ մենք Ռուսաստանի հետ աշխատում ենք, որ ծանոթ են մեր արտադրանքի, մեր հիմնական ժողովրդի հետ, կապերը, ծանոթությունը, մենք այլ պետք է կարողանանք ավելի մեծացնենք, ավելի զարգացնենք, երկարաժամկետ ծրագրեր Ռուսաստանի հետ, իրար կողք կողքի ձեր-ձեռի տված, անվտանգություն ապահովենք, տնտեսություն զարգացնենք, երկարաժամկետ տարին տարվա վրա ավելի մեծացնենք մեր շուկաները ինչ որ կա ընդլայնելով տեսականին քանակը ավելացնելով որ լիարժեք այդ ժամանակ եւ մեր պետությունը հզոր կլինի եւ ժողովուրդը բարեկեցիկ կապրի այսօր ամբողջ աշխարհին տեսնելով պետությունները գերպետությունները ցանկանում են Ռուսաստանի հետ լավ լինեն իրենց ասենք թե ժողովրդի իրենց պետության անվտանգությունը ապահովելու համար մենք ոնց կարող ենք մեր բարեկամ երկրի հետ որ մենք հարաբերությունները փչացնենք, ասենք մեր ժողովրդին ուր ենք տանելու, ինչ է մեր ուզածը։ Այսօր եթե մեկը կարա լրացնի, որ ասենք թե ինչ որ Ռուսաստանն արե, անում, կարանի, մյուսը անի, ես դեմ չեմ, բայց այդպիսի բան համապետական կարգով նայեք։ Այսօր ամբողջ աշխարհն ուզում Ռուսաստանն հետ լավ լինի։ Մենք պետք է դա ամրապնդենք, զարգացնենք, շտկենք, որ հարաբերությունները բարեկեցիկ, դրացական, հարազատորեն լինի, բայց դա չի նշանակում, որ պետք է մենք Եվրոպայի, Ամերիկայի հետ հարաբերությունները փչացնենք։ Մեր գործընկերը Ռուսաստանն է, պետք է ամրապնդենք, հզորացնենք, զարգացնենք, անվտանգություն ապահովենք, տնտեսություն զարգացնենք եւ Ամերիկայի հետ էլ շփվենք, Եվրոպայի հետ էլ շփվենք։ Սա հիմնական։ Այսինքն եւ երկարաժամկետ, եթե ճիշտ հասկացա ձեր տեսլականը, ծրագրեր ոչ միայն անվտանգային, այլև տնտեսական համագործակցության ձևաչափում Ռուսաստանի հետ, միևնույն ժամանակ արևմուտքի հետ, հա, հավասարակշռված օրակարգ։ Ռուսաստանի հետ, արևմուտքի հետ, մենք բոլորի հետ պետք է կապ ունենանք, աշխատենք, շուկաները զարգացնենք, այո, երկարաժամկետ ու ամեն անգամ ավելի մեծ ներդրումներով, մեծ ծրագրերով, ինչ որ մեր հնարավորությունը կա, ինչ որ պոտենցիալ մենք ունենք, ինչ որ ունենք, դրա հիման վրա պետք է աշխատացնենք, կազմակերպենք ու զարգացնենք, որ շուկաները ընդլայնվի, ավելի մեծանա, բյուջե ավելի մեծ գումարներ գա, ժողովրդի աշխատավարձը բարձրանա, հարկերը մեծանա, ցանկացած երկրում, եթե ժողովուրդը աղքատ է, պետությունը զոր չի կարող լինել։ Ժողովուրդը պետք է հարուստ լինի, ժպիտը դեմքին լինի, անվտանգությունը ապահովված լինի, այդ դեպքում երկիրն էլ կարող է ծաղկել, հզորանալ, ժողովուրդն էլ երջանիկ ապրի։ Եվ ոչ մեկը երկրից չի գնա։ Ինչի համար են գնում։ Չեն կարող ապրել, չեն կարող վարկերը փակեն, չեն տեղավորվում։ Ճարահատված են գնում, ոչ մեկ իր հայրենիքից չի ուզում գնալ։ Այդ ցանկալի է մնալ իր ծննդավայրում, իր երկրում, իր հարազատների, բարեկամների հարևանության հետ, որ նույն ադատի, նույն ավանդույթի մարդիկ են երջանիկ ապրեն։ Սա հիմնական խնդիրը։ Գանք ներքաղաքական հարցերին։ Պարոն Ծառուկյան, այնպիսի տպավորություն է, որ կարծես թե հիմնական դերակատարները եւ ոչ միայն այժմ պատրաստվում են ընտրական process-ներին։ Այդ քան էլ կարևոր չի այժմ, դա հերթական թե արտահերթ կլինի, քանզի ժամանակը քիչ է մնացել։ Եվ բնականաբար ձեր աջակիցներն ու համակիրները ինձ չեն ների, եթե ես ձեզ չհարցնեմ, արդյոք դուք մտածել եք մասնակցության մասին։ Ձեր շուտ է այդ մասին խոսելը, որտեղ այլ ժամանակ կա եւ շատ բան կարող է փոխվել, բայց եթե մասնակցելու եմ մի ծրագրով, որը կոչվել է Առաջարկ Հայաստանին։ Այսօր ժողովուրդը արդեն հոգնել է, հիասթափվել է։ Ես շատ մարդկանց հետ օրը հանդիպում եմ աշխատող, ծառայող, բժիշկ, իրավաբան, դասախոս, ուսուցիչ, բոլորի հետ զրուցում եմ եւ բոլորին մտահոգում եմ, մարդիկ հոգնել են։ Այդ հին ու նոր կռիվներից հոգնել են։ Մարդիկ մտահոգ են իրենց երկրի համար, այս խեղճության համար, պարտության համար, որ մարդիկ մտահոգ են իրենց երկրի անվտանգության, երեխաների ապագայի համար, որ մարդիկ ուզում են լիարժեք լավ ապրեն, որ կա խնդիր, կա խնդրեմ, ցանկացած ոլորտ նայելով, որ կարելի է շտկումներ անել, ուղղություններ տալ, հնարավորություն տալ, մարդը լավ աշխատի, շատ աշխատի, որ շատ փող վաստակի, շատ լավ ապրի։ Հնարավորությունը պետք է լինի, առանց հնարավորություն մենք չենք կարող պահանջել։ Բոլորի խնդիրը մեկն է, որ ծրագրում գրած լինի Այս ինչ ոլորտ, ինչ խնդիր ունի, ինչ խնդրեմ ունի, ինչ պետք է ուղղվի, ինչ հնարավորություն տրվի եւ լիարժեք ամեն ինչ այո անելով ինքը այդ խնդրեմը տեսնում է, որ դա մենք գիտենք եւ մենք իրեն հնարավորություն ենք տալի, որ ինքը աշխատի, կարողանա զարգացնի, հզորացնի։ Դրա համար ծրագիրը պետք է կազմի, ոչ թե ով ինչ ուզեց կազմեց դրեց, այլ հարկավոր է ճիշտ մարդ, ճիշտ մասնագետ, փորձ ունեցող, պրակտիկա ունեցող մարդ, որը լիարժեք կարող է դա կազմել, ներկայացնել։
կարմիր դիպլոմով լինի, Հարվարդ ավարտած լինի, եթե պրակտիկորեն նա չգիտի տվյալ մեր երկրում, մեր ոլորտում մարդկանց տեսակետը, մոտեցումը, աշխատանքը, խնդիրն ու խնդրեմը, դա լուծում չի կարող։ Մարդը այդ կյանքում պետք է ապրած լինի, այդ ոլորտում տեսած լինի, խնդիրն ու խնդրեմը հասկանա։ Դրա համար պետք է այդ ոլորտի հիմնական տնտեսագետներին, մասնագետներին հրավիրվի, խոսեն, քննարկեն, ասեն, հանրությանը տվյալ ոլորտի մարդկանց հետ լսեն, քննարկեն, նոր օրենք ընդունեն։ Շուտով հանդիպել եմ տվյալ մարդկանց հետ, այդ ոլորտի, ասենք թե գիտակից մարդկանց, պատասխանատու մարդկանց, սրտացավ մարդկանց, հայրենասեր մարդկանց հետ, որ լիարժեք նրանք կարողանան, ասենք թե այդ հարցին մասնակցեն, իրենց արդյունքը, իրենց նպատակը իրականություն դարձնեն մեր երկրի, մեր ժողովրդի համար, որ մենք այդ խեղճությունը նորից եմ ասում, սա ժամանակավոր բնույթ է կրում։ Մենք իրավունք չունենք խեղճանալու։ Պարոն Ծառուկյան, ամփոփելով այս հատվածը ես փորձեմ ձեր ուղերձը եւս մեկ անգամ հստակեցնել։ Դեռ վաղ է ընտրությունների մասնակցության ձևաչափի մասին խոսել, բայց եթե մասնակցեք, դուք մասնակցելու եք առաջարկ Հայաստան ծրագրով, որը փաստորեն յուրաքանչյուր քաղաքացուն, յուրաքանչյուր ընտանիքին այսպես հասցեական տեսնելու են խնդիրների լուծման ճանապարհը։ Եվ երկրորդ հատվածում նաեւ մատնանշեցիք, որ հրավիրելու եք մասնագետների անկախ կուսակցական պատկանելությունից, վերկուսակցական նպատակներ եք դնելու եւ փորձելու եք համախմբել։ Ես կուզենայի իմանալ, դուք պատրաստ եք այդ համախմբումը իրականացնել եւ չհավակնել վարչապետի պաշտոնին։ Ինչու եմ սա հարցնում, որովհետեւ պարոն Ծառուկյան կհամաձայնեք, որ մեր օրերում ով խոսում է ինչ-որ բան առաջարկում է, միայն իրեն է տեսնում վարչապետի պաշտոնում եւ հենց այդտեղ համախմբման ամբողջ ծրագիրը փակվում է եւ ձախողվում։ Ձեր ուղերձը ես ճիշտ հասկացա։ Այո, բայց ամենակարևորը ես պատրաստ եմ կազմակերպելու, համախմբելու, ներկայացնելու ամբողջ աշխարհի մեր հայությանը, սփյուռքյան հայությանը, տեղի հայությանը, անհրաժեշտ իրենցից խորհուրդներ լսելու, ծրագրին մասնակից լինելու, կազմակերպելու աշխատանքին, տվյալ գործունեությանը պարտադիր չի, որ դու կարողանաս կազմակերպել ծանոթ բարեկամով։ Մարդը կարող է պատահել ինքը չի ցանկանում կուսակցական լինել, բայց ինքը լավ մասնագետ է, իր ցավն էլ տանեմ։ Դրա համար եմ ես ասել, որ այսօր կուսակցությունները լիարժեք արդեն իրենց հավատքը կորցրել են եւ ոչ մի կուսակցություն չի կարող, ասենք թե մենակ այս երկիրի անվիճակին է, որ այս վիճակից հանելու։ Դա ուզում է հինը լինի, ուզում է նորը լինի, այլ անհրաժեշտ է վերկուսակցական մի ուժ ստեղծելու, համախմբելու գաղափարը, միտքը, հայրենասիրությունը, որ այսօր անհրաժեշտությունը, այսօր մենք կանգնած ենք անդունդի եզրին։ Այսօր մենք պետք է կարողանանք կազմակերպել, ստեղծել այդ վեր ուժը, որ կարողանա անհրաժեշտության, որ համախմբի ամբողջ ազգին, ամեն ինչի հասած մարդ եմ։ Իմ համար պաշտոնը դա կարևոր չէ, իմ գործունեության մեջ դուք տեսել եք, ու իմ համար ազգը, երկիրը, պետությունը, հզորությունը, հաղթանակը, հպարտությունը, ես հպարտանամ, որ ես հայ եմ, որ դրոշը բարձրանա, հիմնը հնչի, հպարտորեն դու կանգնես աշխարհին, նայելով, որ ես հայ եմ, այլ ոչ թե դու ամաչես, որ դու հայ ես։ Հիմնական իմ խնդիրը ես պատրաստական եմ այո հրավիրելու, ասելու, այդ ծրագիրը կազմելու եւ վարչապետի պաշտոնից հավակնություն չունեմ։ Իմ հիմնական նպատակն է, որ իմ երկիրը հզոր լինի, իմ երեխաները, իմ թոռները խեղճացած չլինեն, անվտանգությունը ապահովված լինի, խեղճությունը վերանա, մենք հպարտանանք, որ կարողացել ենք մեր երեխաներին, մեր թոռներին, որ նշել համար ստեղծել անվտանգ զարգացող հզոր պետություն։ Այսինքն ըստ ձեզ բանաձևը մեր օրերում պետք է լինի, ինձ չի հետաքրքրում պաշտոնը, ինձ հետաքրքրում է իմ հայրենիքը, իմ պետությունը։ Ես դա ասեցի մեկ անգամ եւս կրկնում եմ, ես պատրաստ եմ, այո, ինձ պաշտոն պետք չի, ես կարևորը ես ուզում եմ իմ երկիրը լավ լինի, հզոր լինի, մեր երեխաները, մեր թոռները նոր սերունդը այդ խեղճացած, բարդված մթնոլորտում չմեծանան, չապրեն։ Իմ ցանկությունը սա է։ Շատ լավ, շնորհակալ եմ, պարոն Ծառուկյան, ավարտենք թերևս մեր զրույցը խորհրդանշական մի թեմայով, որը ելի վստահ է մեր բազմահազար հայրենակիցներ, ոչ միայն Հայաստանում, այլև Սփյուռքում եւ ինչու ոչ, նաեւ ոչ հայեր, անհամբերությամբ սպասում են, խոսքը Քրիստոսի արձանի շինարարության մասին է։
Պարզ է, որ արդեն շինարարական բուռն աշխատանքները սկսվելու են շուտով։ Այս պահին էլ մեր էկրաններին մենք տեսնում ենք մի գեղեցիկ տեսահոլովակ, պարոն Ծառուկյան, որը ավարտվում է հետևյալ գաղափարով. սա ազգային վերածննդի, ներքին համերաշխության եւ աշխարհին ներկայանալու խորհրդանիշն է։ Գիտեմ, շատ առիթներ եք ունեցել այս նախագծի մասին խոսելու, բայց ես կխնդրեի եւս մեկ անգամ, որն է ձեր ուղերձը այս նախագծում եւ արդյոք կարելի է դիտարկել հենց ազգային ինքնության եւ համախմբման համատեքստում։ Ուրեմն ասեմ, դա իմ նպատակն է, իմ ծրագիրն է, իմ ցանկությունն է եղել եւ իմ ընտանիքի որոշումն է։ Այո, ազգային վերածննդի ներքին հաշտության համերաշխարհան աշխարհին ներկայանալու խորհրդանիշն է դա։ Ու ամենակարևորը ուզում եմ մի բան ասել մեր ժողովրդին, որ բոլոր գումարները կառուցելու համար նախատեսված է իմ ընտանիքի կողմից։ Ես շնորհակալ եմ, թույլտվությունը տրված է, շինարարությունը սկսել ենք։ Միայն նախապատրաստական աշխատանքներ եւ կնշվի բացման օրը, իմ ցանկությունը մեկն է, որ արձանը կառուցվի քրիստոնյա մեր ժողովրդի կողմից, դա ազգային կառույց է, հզորությունը, մեծությունը աշխարհում մեկ, որ հայ ժողովրդի, քրիստոնյա ժողովրդի կողմից է կառուցվել, ազգային կառույց է։ Սա պետք է լինի, կամ ասենք թե մեր քրիստոնյա, մեր հայ ժողովրդի բարեկամներին, որ բոլորի համար սա պետք է լինի հույսի, հավատի, լույսի նպատակն իրականացման տեղ։ Սա մեր ազգի վերածննդի հաշտության համերաշխարհական խորհրդանիշ աշխարհին։ Հարցազրույցել կտամ արձանի հետ կապված Եվ առավել մանրամասներ մեզ կապված։ Ավելի մանրամասները կասեմ, այո, թող պահապան լինի մեր ազգին, մեր ժողովրդին, թող մեզնից երես չտեքի, ամեն ինչ լավ է լինելու։ Շնորհակալություն, հաջողություն ձեր բոլոր նախագծերին։ Շնորհակալություն, Շակե, շնորհակալ եմ։ Հարգելի հեռուստադիտողներ, եթերում օրակարգներ կենտրոնում եւ մեր հյուրն էր Գագիկ Ծառուկյանը։ Կհանդիպենք։